Գիրք Հեվտացոց գլուխ 16 Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Եհովայի առաջին մոտեցան եւ մեռան։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. Խոսիր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնե, վարակույրի ներսը տապանակի վրա եղած քավությունի առաջին, որ չմեռնե, որովհետև ամպի մեջ պիտի երևամ քավությունի վրա։ Ահարոնն այս բաներով մտնե սրբարանը. մի զվարակով մեղքի պատարագի համար եւ մի խոյով ողջագեզի համար։ Կտավի սուրբ շապիկ հագնե եւ իր մարմնի վրա կտավի վարտիք ունենա եւ իր մեջքը կտավի գոտի կապե եւ իր գլխին կտավի խոյր դնե։ Սրանք սուրբ զգեստներ են եւ իր մարմինը ջրով պիտի լվանա եւ հետո հագնե նրանց։ Եվ Իսրայելի որդիների ժողովքիցը այծերից երկու նոխազ առնե մեղքի պատարագի համար եւ մեկ խոյ ողջագեզի համար։ Եվ Ահարոնը մատուցանե այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է, եւ քավություն անե իր համար եւ իր տան համար։ Եվ երկու նոխազը առնե եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դռանը կանգնեցնե։ Եվ Ահարոնն այն երկու նոխազների վրա վիճակներ գցե։ Մեկ վիճակը Եհովայի համար եւ մյուս վիճակը ազատ արձակվող նոխազի համար։ Եվ Ահարոնը մոտեցնե այն նոխազը, որի վրա Եհովայի վիճակը ելավ, եւ մեղքի պատարագ անե նրան։ Եվ այն նոխազը, որի վրա ազատ արձակվող նոխազի վիճակը ելավ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնե, որ նրա համար քավություն անե, որ բաց թողնե նրան իբրև ազատ արձակվող նոխազ դեպի անապատը։ Եվ Ահարոնը մատուցանե այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է, եւ քավություն անե իր համար եւ իր տան համար, եւ մորթե իր մեղքի պատարագի զվարակը։ Եվ Եհովայի առաջին եղած սեղանի վրայից բուրբարը գլիքը կրակի կայծեր առնե, եւ բարակ ծեծված անուշահոտ խնկիցը իր ձեռքերը լցնե, եւ վարագույրի ներսը տանե, եւ խունկը այն կրակի վրա դնե Եհովայի առաջին, եւ խնկի ամպը վկայությունի վրայի քավությունը ծածկե, եւ նա չի մեռնի։ Եվ այն զվարակի արյունից նառնե, եւ իր մատովը քավությունի վրա արևելյան կողմը սրսկե, եւ իր մատովը արյունիցը քավությունի առաջին 7 անգամ սրսկե։ Եվ մորթե մեղքի պատարագի նոխազը, որ ժողովրդի համար է, եւ նրա արյունը վարակույրի ներսը տանե, եւ նրա արյունն անե ինչպես որ արավ զվարակի արյունովը, այսինքն քավությունի վրա եւ քավությունի առաջին սրսկե այն։ Եվ սրբարանի համար քավություն անե Իսրայելի որդիների անմաքրություններիցը եւ նրանց բոլոր մեղքերի հանցանքներիցը, եւ այսպես անե ժողովքի խորանի համար, որ նրանց հետ է լինում նրանց անմաքրությունների մեջ։ Եվ ոչ մի մարդ ժողովքի խորանումը պիտի չլինի քավություն անելու համար սրբարանը մտած ժամանակը, մինչև նրա դուրս գալը, որ իր համար եւ իր տան համար եւ Իսրայելի բոլոր ժողովքի համար քավություն անե։ Հետո դուրս գա Եհովայի առաջին եղած սեղանը, եւ նրա համար քավություն անե, եւ առնե զվարակի արյունիցը ու նոխազի արյունիցը եւ կսե սեղանի եղջյուրների վրա շուրջանակի, եւ արյունիցն իր մատովը 7 անգամ նրա վրա սրսկե, եւ Իսրայելի որդիների անմաքրություններիցը մաքրե նրան, եւ սուրբ անե նրան։ Եվ վերջացնե սրբարանի եւ ժողովքի խորանի եւ սեղանի համար քավություն անելը, եւ հետո ողջ նոխազը մոտեցնե։ Եվ Ահարոնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնե, եւ խոստովանե նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները եւ նրանց բոլոր հանցանքները իրենց բոլոր մեղքերովը։ Եվ նրանց դնե նոխազի գլխին եւ մի պատրաստ մարդի ձեռքով ուղարկի անապատը։ Եվ նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա մի անբնակ երկիր տանե, եւ մարդը անապատումը թող տա նոխազը։ Եվ Ահարոնը մտնե ժողովքի խորանը, եւ սրբարանը մտնելու ժամանակին հանե հագած կտավի հանդերձները եւ նրանց այնտեղ դնե։ Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ տեղը, եւ իր հանդերձները հագնե եւ դուրս գա իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը մատուցանե, եւ իր համար եւ ժողովրդի համար քավություն անե։ Եվ մեղքի պատարագի ճարպը սեղանի վրա այրե։ Եվ այն նոխազն իբրև ազատ արձակվելու նոխազ, տանողը իր հանդերձները լվանա, եւ իր մարմինը ջրով լվանա, եւ այնուհետև բանակը մտնե։ Եվ այն մեղքի պատարագի զվարակը եւ մեղքի պատարագի նոխազը, որոնց արյունը քավություն անելու համար սուրբ տեղը բերվեցավ, բանակիցը դուրս հանեն, եւ նրանց մորթերն ու նրանց մսերը եւ նրանց աղբը կրակով այրեն,
Եվ նրանց այրողն իր հանդերձները պիտի լվանա, եւ մարմինը ջրով լվանա, եւ այնուհետև բանակը մտնե։ Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի, որ 7-րդ ամսումը, ամսի 10-րդին ձեր անձերը պիտի խոնարեցնեք, եւ բնավ մի գործ չգործեք, թե երկրածին եւ թե ձեր մեջ պանդխտացող օտարականը, որովհետեւ այն օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անե, ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրվեք Եհովայի առաջին։ Նա ձեզ համար հանգստության շաբաթ պիտի լինի, եւ հավիտենական կանոնով պիտի խոնարեցնեք ձեր անձերը։ Եվ քավությունը անե այն օծված եւ իր հոր տեղը քահանայություն անելու համար ձեռքը լցված քահանան, եւ հագնե կտավի հանդերձները, սուրբ հանդերձները, եւ ամենասուրբ տեղի համար քավություն անե, եւ ժողովքի խորանի համար եւ սեղանի համար քավություն անե, եւ քահանաների եւ ժողովքի բոլոր ժողովրդի համար քավություն անե։ Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի Իսրայելի որդիների համար իրանց բոլոր մեղքերին քավություն անելու տարին մի անգամ։ Եվ նա անե ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։